Փառտիրոջ է եղբայրներ քույրեր, սրտան շնորհակալ ենք Տիրոջից այս տերունական օրվա համար, շնորհակալ ենք, որ Տերը մեր ոտքերը առաջնորդել է մի վայր, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն Տեր Հիսուս ինքը ներկա է։ Միած սրտանց ասենք փառք ես Տեր Աստված։ Եղբայրներ քույրեր, կհամաձայնվեք, որ Աստվածը, որ իր Սուրբ Հոգու միջոցով իր սերը տարածել է մեր սրտների մեջ։ Սենց նայում եմ, ասում եմ, Տեր, օտար էինք, բայց դու մեզ ինչ արեցիր, հլը հուշեք ինձ, բարեկամ արեցիր, գրված է։ Մենք բոլորս խավարի մեջ շրջում էինք, բայց Աստված իր սքանչելի լույսին կանչեց։ Ինչքան փառավոր ենք Տիրոջը։ Եղբայրներ քույրեր, սա սրբության ճանապարհ է։ Սա ճանապարհը, որի վերնակիրը գրված է նեղ ճանապարհ, բայց տանում է դեպի ուր, հուշեք ինձ, ուր է տանում, դեպի հավիտենություն է տանում։ Կլինեն դժվարություն, կլինեն նեղություն, բայց Տերը խոստում ունի մեր կյանքի մեջ, մինչև աշխարհի վերջը ես ձեզի հետ եմ։ Մի հատ է սրտանց ասենք փառք ես Տեր Աստված։ Մինչև Տիրոջ խոսքից տեղը կարդամ, ժամանակներ առաջ նորերի տեղը մի կին եկավ, եղբայրներ քույրեր, նորերի տեղը եւ 3 անգամ էր, որ գալիս էր, մոտեցավ վերջում ինձ ասեց, գիտեք, ես միշտ իմացել եմ, թե հավատացյալ լինելը այնքան դժվար բան է, բայց ասма ես հասկացա, որ շատ հեշտ բան է հավատացյալ լինելը, ինձ հետաքրքրեց, 3 անգամ է, որ գալիս է նորերի, ասեցի ոնց է հեշտ բան հավատացյալ լինելը, ասեց դե գիտես, առաջի անգամ որ եկա, հետո ստեղից որ գնացի, մի հատ խանութ մտա, գլխաշոր առա ինձ համար, հետո այն մյուս անգամ փեշով շոր առա, Փեշով շորը գիտեք որն է, յուբկան, ասեց այսօր էլ Վանիկ եղբորը ասել եմ, 3-րդ օրն է որ գալիս է, որ երկարան տա ինձ մի հատ, երկարան, ես դառա հավատացյալ, ասма այդքան հեշտ բան է հավատացյալ լինել, փեշով շորը, գլխաշորը, երկարանը, եղբայրներ քույրեր, իր հասկացողությունը սա է, բայց նա չգիտի, որ պետք է հանդիպի դժվարությունների, Տերը չի թաքցրել, պետք է հանդիպի ամենամեծ դժվարության, որ պիտի Պողոսի նման աղաղակի, ինչ խղճալի մարդ եմ ես, նա դեռ պիտի խորտուբորտ տեղեր Տերը հարթեցնի, ցածր տեղեր բարձրացնի, բարձր տեղեր ցածրացնի, համաձայն եք թե չէ, ամեն մեկս մեր չափով անցնում ենք ճանապարհ, բայց այս օրինակը թողել է Տեր Հիսուս, եղբայրներ քույրեր, խոսքիս նպատակը դա է լինելու, ճանաչել Քրիստոսին, որ նա է ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, ինչի վրա ուզում ես կառուցի, հրաշքների վրա, նշանների վրա, գիտությունների վրա, հանճարեղ բաների վրա, ինչի վրա ուզում ես կառուցի, այդ բոլորը հավասար է ավազի վրա սարքած տանը, համաձայն եք թե չէ, բայց մի հատ էլ տուն էր սարքվում, ավազի շինվելու հետ զուգահեռ մի տուն էր սարքվում, ինչի վրա, հուշեք ինձ, վեմի վրա, ժայռի վրա, ինչն այդ վեմը, այդ ժայռը, եթե ոչ Քրիստոս, փառք իրան, եթե ոչ ավետարանի խոսքը, կարդում եմ տեղ, որ գրված է, շատ ծանոթ տեղ եմ կարդում, Հովանու ավետարան 14-րդ գլուխ, սովորական մարդիկ չէին այս հարցը տվողները, եղբայրներ քույրեր ուզում եմ մեր ներսը անհանգստություն լինի, որ իրականին ձգտենք, ճշմարիտին փափագենք, պատվականին փափագենք, ինչի որպեսի մեր կառույցը լինի ճիշտ, որ գետերը հորդեն, քամին փչի անձրևը մյուսը, բայց այդ տունը ինչ չեղավ, չփլվեց, որովհետև վեմի վրա էր կառուցված։ Տեսեք ինչ եմ կարդում, շատ զարմանալի մի բան։ 14-5-ից 14-րդ գլուխ 5-րդ խոսք Հովան Թովմաս ըսավ անոր Տեր չենք գիտեր ուր կերթաս եւ ինչպես կրնանք ճամփան գիտնալ Թովմասը սովորական պատահական մարդ չէր Թովմասը տարիներ արդեն քայլում էր տեսել էր հրաշքներ տեսել էր նշաններ բայց եղբայրներ քույրեր հարց տալի որը զարմանալի է Ուրեմն այդքան քայլել Քրիստոսի հետ, բայց չիմանալ եւ հարց տալի ինչ ասում, չենք գիտեր ուր կերթաս, ինչպես կրնանք ճամփան գիտնալ եւ 6-րդ խոսքը Հիսուսը սավ անոր, ես եմ ճամփան, ճշմարտությունը
եւ կյանքը փառք իրան։ Մեկը հորը քով չի գա, եթե ոչ ինձմով։ Տեսնում եք ինչ հիմքային հարց է լուծում Թովմասի ներսը։ Չի ասում որոշակի բաներ այդ ձևի, այլ ասում է հիմքային բաներ։ Մեկը ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, մեկը հորը քով չգար, եթե ոչ ինձմով։ Եթե զիշ ճանչնայք իմ հայրսալ կճանչնայք եւ ասկե հետո կճանչնաք զանիկա ու տեսակ զանիկա։ Սա Թովմասին բացատրեց։ Հիմա 8-րդ խոսքի մեջ ոնց որ ձեն-ձենի տված լինեն։ Հիմա Փիլիպոսը Սավանոր աշակերտ էր թե չէ Փիլիպոսը, քայլել էր թե ոչ Տիրոջ հետ, տեսել էր հրաշքներ թե ոչ։ Եղբայրներ քույրեր, չեմ ուզում ուղղակի խոսք լինի, զուգահեռ անցկացնենք, ինչքան բան եմ տեսել ես, ինչքան բան ես տեսել դու, ինչքան տարիներ ա քայլում ենք այս ճանապարհի մեջ, բայց հիմքային հարցեր կա, եղբայրներ քույրեր, որ Տեր Հիսուս ուզում է մեր ներսը այդ դա կառուցի, հիմքը կառուցի, որպեսզի շինությունը հաստատուն լինի եւ ամուր լինի։ Հիմա Փիլիպոսը Սավանոր Տեր, հայրը մեզի ցուցուր ու հերիք է մեզի։ Փիլիպոսն է տենց հարցա տալի։ Սավանոր Հիսուս, այսքան ժամանակ ձեզի հետ եմ, ու զիս չճանչցար Փիլիպոս, ան որ զիս տեսավ, հայրը տեսավ, եւ դու ինչպես կսես թե հայրը մեզի ցուցուր, չես հավատար։ Եղբայրներ քույրեր, Փիլիպոս աշակերտ է, բայց Փիլիպոսին ասում է չես հավատում Փիլիպոս։ Ուրեմն մարդը կարա հետևի Տեր Հիսուսին, բայց դեռ դա չի նշանակում, որ հավատում է։ Չես հավատար, թե ես հորը մեջ եմ ու հայրը իմ մեջս է, այն խոսքերը զորոնք ես ձեզի կխոսեմ, ոչ թե ինքիր մեզ կխոսեմ, հապա հայրը, որ իմ մեջս բնակած է, անիկա կգործե այն գործերը, հավատացեք ինձի, թե ես հորը մեջ եմ ու հայրը իմ մեջս է։ Եղբայրներ քույրեր, մի մեջբերում անեմ, հետո համար կկարդամ։ Երբ որ բանտապետը հանեց առաքյալներին, տեսավ այդ հրաշքը եւ ասեց. «Տերեր, ասեք ինձի, ինչ անեմ»։ Երբեք առաքյալները այդ ձևի բան չի գրած, որ ասեցին, գիտես, այսի պիտի չանես, սա պիտի չանես, էսի պիտի անես, էսի պիտի կարելյա, սա չի կարելի, բանտապետին նման բան ասել են, ոչ, գիտեք ինչ ասեցին, ասեցին բան, որ բանտապետի հոգևոր կյանքի հիմքը ճիշտ կառույց ունենա, ասեց հավատա Տեր Հիսուսին, հիշում եք այդ տեղը, ինչ անենք, Տերեր, ինչ անեմ, որ փրկվեմ, հավատա Տեր Հիսուսին, հետևանքը ինչ կլինի, կփրկվես, հուշեք ինձի, դու եւ քո տունդ, տեսնում եք, կարևոր մի բան եմ ուզում ավետարանից, ես մտածել եմ այս ուղղությամբ, խորհել եմ այս ուղղությամբ, ինչն է, մարդը լավ սկսում է, ասա, ինչ եղավ քեզ, թագավոր էիր, բարձրավանդակներ քանդեցիր, կուռքեր ջարդեցիր, զոհասեղաններ քանդեցիր, հաղթական կյանք մաքրեցիր Իսրայելը կուռքերից, բայց տեսանք Ասայի կյանքը կամաց սկսեց ապավինել ուրիշ բաների։ Եվ իր կյանքի վերջի օրը հիշում եք ոնց ավարտ եղավ, ընդամենը ոտքի ցավով է տեսե, ոտքի ցավից մարդ մահանա, բայց գրված է ոտքի ցավի ժամանակ ում ապավինեց, բժիշկներին փնտրեց, իր Տեր Աստծուն չապավինեց, եղբայրներ քույրեր, հիմք կա, որին վրայով նախանձավոր պիտի լինենք, որ այդ հիմքը կառուցվի մեր մեջ։ Հիշում եմ տղաներս երկուսն էլ պատերազմից եկել էին, Աստված պահեց հրաշքով եկան։ Այդ օրը, որ պաշտամունքի էինք ավակ եղբայրներից ներկա էին, այդ պաշտամունքի տեղը։ Ես ուզեցա, որ անպայման այդ ավակ եղբայրը, այդ երեխեքին, որ Աստված պահել է, այդ արհավիրքից եկե հասել են, այդ ապրումների մեջ, ուզեցա մի բան փոխանցի, մի բան ասի, վերջում մոտեցանք ավակ եղբոր ասի, եղբայրս, երկու տղաներս են, պատերազմից հրաշքով, Աստված պահել է, երկուսն էլ եկել են։ Մի բան ասա, դե ոտի վրա ինչ պիտի ասի։ Մտածեցի, այ մարդն էս մի հատ բան ասի, էլի ասի, ասենց գնացեք, սենց ապաշխարեք, սենց գիրքը կարդացեք, սենց, չէ, ինչ ես մտածում, ինչ կասի, անձները պահեք, սենց նվիրվեք, ես մեջս ես ձևի էփում է։ Այդ եղբայրը երկու տղաների սենց ձեռքերը դրեց իր վրա, ասեց Հիսուսին ճանաչեք, նայա ճշմարտությունը, ճանապարհը ու կյանքը։ Ես տեսա նետը մխրճվեց ճիշտ տեղը, ճիշտ հորդորա թե չէ, եղբայրներ քույրեր։ Համար եմ կարդում զուգահեռ, որ գրված է
Հովանու ավետարան 12-րդ գլխի 49-50 համարները, հələ տեսնենք ինչա հուշում Տիրոջը խոսքը։ Տեր Հիսուսը գրում այս ձևի բաներ 49, վասնզի ես ինքիր մեզ չխոսեցա, հապա հայրը, որ զիս խրկեց, ինքը ինձի պատվիրեց, ինչ որ պիտի սեմ և ինչ որ պիտի խոսեմ, և գիտեմ, որ անոր պատվիրածը հավիտենական կյանք է, ուստի ինչ որ ես կխոսեմ, ինչպես հայրը ինձ իսավ, այսպես կխոսեմ։ Եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսը ինքն իրանից ամբողջ ավետարանները կարդացեք, նա ոչինչ չի արել։ Եվ ստեղ էլ ասում է, ինչպես որ հայրը ինձ իսավ, այնպես կխոսեմ։ Հարց եմ տալի, Տեր Հիսուսը կամք չուներ, բայց նա եկել էր, որ հորը կամքին ինչ անի։ Եղբայրներ, քույրեր, այսօր մաքուր կյանք ապրելու ժամանակն է հասել։ Ես չգիտեմ դու առաջի անգամ ես եկել, թող նոր ես, թե երկար տարիներ ես գալի, բայց եկեք մեր ուխտը նորոգենք Տիրոջ առաջ։ Եկեք որոշում կայացնենք մեր ներսը, Տեր, մաքուր ապրելու ժամանակ է եկել։ Տեր Հիսուսը ապրեց երկրի վրա, հոր կամքը կատարեց, նա մաքուր ապրեց։ Մի հատ հայտարարություն արեց Տեր Հիսուս, բանավոր ասեմ, ահա ասում է, հակառակորդը գալիս է, բայց իմ վրա ոչ մի բռնելու բան չունի, եղբայրներ, քույրեր, մենք լուսով որդիների նման պետք է փայլենք այս խավար աշխարհի մեջ։ Եկեք, որ մեր ներսը որոշումը դրվի, Տեր Հիսուս, ինչպես դու օրինակ թողեցիր մեզի, ուզում եմ քո օրինակին էլ ես հետևեմ։ Բանավոր մի բան ասեմ, հետո համար կկարդամ։ Եղբայրներ, քույրեր, Մովսեսը գնացել է լեռը, եւ քանի օր մնաց, կարող է հուշեք ինձ, քանի օր լեռը Տիրոջ ներկայության մեջ 40 օր մնացել է, բայց մի հատ բան է տեղի ունեցել, խոսքին վերաբերվող բան եմ ասում։ Եղբայրներ, քույրեր, Հռոմայացիս 6:16-ում գրված է այս ձևի խոսք, որու որ անձերնի տակ իբրև ծառա, անոր ծառա կլինեք։ Դուք զգացել եք այդ ձևի բան, խմողները միշտ իրար գտնում են։ Զարմանալի բան եմ ասում, գիտեք, բայց ես ուշադիր եմ եղել, այլ որտեղից են գտնում։ Նույն բնավորություն ունեցողները իրար գտնում են։ Հիմա Աստված սուրբ է եւ ուզում է, որ մենք էլ ինչ լինենք, եղբայրներ, քույրեր, սուրբ լինենք մեր բոլոր վարմունքների մեջ։ Մովսեսը լեռից իջնում է, բայց Մովսեսի վրա խաբարություն չկա, որ Աստծո ներկայության մեջ լինելով, սրբության հետ հաղորդ լինելով, այդ սրբությունը ինչ արել իր վրա, փոխանցվել է իր վրա։ Երևի չգիտեմ հայլի կար թե չկար, իրան չէր էլ նայել այդ սարից իջնելուց, բայց երբ որ նա ժողովրդին խոսում էր, ժողովուրդը կարում էին նայեին Մովսեսին, եղբայրներ, քույրեր, այդ փայլումից էր ժառանգե, մամայից, պապայից իրա, Աստծո ներկայության մեջ, ջանք անենք, եղբայրներ, քույրեր, սա կարևոր բան է, հոգևոր կյանքը այնքան անհատական է, ասում է երկու հոգի միտեղ, ինչ անելուց լինեն, հիշում եք այդ տեղը, մեկը գնալու է, մեկը մնա, ավելին ասում է երկու հոգի միտեղ քնած լինեն, ինչ պիտի լինի, փրկությունը անհատական է, սուրբ կյանք ապրելը անհատական է։ Ես կարդում եմ հիմա համար, հələ տեսեք, նորից Հովանու ավետարանից եմ կարդալու 8-րդ գլուխ 28 համարից։ Տեսնենք ինչ է գրած։ Իսկ Հիսուսը սավանոնց, երբ որդին մարդով բարձրացնեք, այն ատեն պիտի գիտնաք, թե ես եմ, ու ինքիր մեզ բանմը չեմներ, հապա հայրս ինչպես ինձի սորվեցուց, այսպես կխոսեմ։ Եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսը ինքն իրանից ամբողջ ավետարանները կարդացեք, նա ոչինչ չի արել։ Եվ ստեղ էլ ասում է, ինչպես որ հայրը ինձի իսավ, այնպես կխոսեմ։ Հարց եմ տալի, Տեր Հիսուսը կամք չուներ, բայց նա եկել էր, որ հորը կամքին ինչ անի։ Եղբայրներ, քույրեր, այսօր մաքուր կյանք ապրելու ժամանակն է հասել։ Ես չգիտեմ դու առաջի անգամ ես եկել, թող նոր ես, թե երկար տարիներ ես գալի, բայց եկեք մեր ուխտը նորոգենք Տիրոջ առաջ։ Եկեք որոշում կայացնենք մեր ներսը, Տեր, մաքուր ապրելու ժամանակ է եկել։ Տեր Հիսուսը ապրեց երկրի վրա, հոր կամքը կատարեց, նա մաքուր ապրեց։ Մի հատ հայտարարություն արեց Տեր Հիսուս, բանավոր ասեմ, ահա ասում է, հակառակորդը գալիս է, բայց իմ վրա ոչ մի բռնելու բան չունի, եղբայրներ, քույրեր, մենք լուսով որդիների նման պետք է փայլենք այս խավար աշխարհի մեջ։
Եկեք որ մեր ներսը որոշումը դրվի, Տեր Հիսուս, ինչպես դու օրինակ թողեցիր մեզի, ուզում եմ քո օրինակին էլ ես հետևեմ։ Բանավոր մի բան ասեմ, հետո համար կկարտամ։ Եղբայրներ, քույրեր, Մովսեսը գնացել է լեռը, եւ քանի օր մնաց, կարող է հուշեք ինձ, քանի օր լեռը Տիրոջ ներկայության մեջ 40 օր մնացել է, բայց մի հատ բան է տեղի ունեցել, խոսքին վերաբերվող բան եմ ասում։ Եղբայրներ, քույրեր, Հռոմայացիս 6:16-ում գրված է այս ձևի խոսք, որու որ անձերնի տակ իբրև ծառա, անոր ծառա կլինեք։ Դուք զգացել եք այդ ձևի բան, խմողները միշտ իրար գտնում են։ Զարմանալի բան եմ ասում, գիտեք, բայց ես ուշադիր եմ եղել, բայց որտեղից են գտնում։ Նույն բնավորություն ունեցողները իրար գտնում են։ Հիմա Աստված սուրբ է եւ ուզում է, որ մենք էլ ինչ լինենք, եղբայրներ, քույրեր, սուրբ լինենք։ Մեր բոլոր վարմունքների մեջ Մովսեսը լեռից իջնում է, բայց Մովսեսի վրա խաբարություն չկա, որ Աստծո ներկայության մեջ լինելով, սրբության հետ հաղորդ լինելով, այդ սրբությունը ինչ արե իր վրա, փոխանցվել է իր վրա։ Երևի չգիտեմ հայլի կար թե չկար, իրան չէր էլ նայել այդ սարից իջնելուց, բայց երբ որ նա ժողովրդին խոսում էր, ժողովուրդը կարում էին նայեին Մովսեսին, եղբայրներ, քույրեր, այդ փայլը ումից էր ժառանգե, մամայից, պապայից իրա, Աստծո ներկայության մեջ, ջանք անենք, եղբայրներ, քույրեր, սա կարևոր բան է, հոգևոր կյանքը այնքան անհատական է, ասում է երկու հոգի միտեղ, ինչ անելուց լինեն, հիշում եք այդ տեղը, մեկը գնալու է, մեկը մնա, ավելին ասում է երկու հոգի միտեղ քնած լինեն, ինչ պիտի լինի, փրկությունը անհատական է, սուրբ կյանք ապրելը անհատական է։ Ես կարդում եմ հիմա համար, հələ տեսեք, նորից Հովանու ավետարանից եմ կարդալու 8-րդ գլուխ 28 համարից։ Տեսնենք ինչ է գրած։ Իսկ Հիսուսը սավանոնց, երբ որդին մարդով բարձրացնեք, այն ատեն պիտի գիտնաք, թե ես եմ, ու ինք իր մեզ բանմը չեմներ, հապա հայրս ինչպես ինձի սորվեցուց, այնպես կխոսեմ։ Եվ զիս ղրկող ինձի հետ է, հայրը զիս մենակ չթողուց, վասնզի ես միշտ անոր հաճելի եղած բաները կնեմ։ Եղբայրներ, քույրեր, ես համարի վրա նորից, մի հատ էս խոսքերի վրա, ինք իր մեզ բանմը չեմ կրնա ընել։ Սա կարևոր բան է, գիտեք։ Երբ որ հիշեցնում եմ, երկինք ու երկիրը արարվում էր, Տեր Հիսուսի մասին գրված է, որ հորը քով ինչ էր ինքը, ով էր ասեք, ճարտարապետ էր։ Ընդունում եք, որ նայա ալֆան եւ օմեգան, գրված է թե չէ, առաջինը ու վերջինը, սկիզբը եւ վախճանը, նա ամենազորն է եւ ամենակարողն է, ընդունում եք, որ ամեն ծունկ ծռելու է եւ ամեն լեզու դավանելու է, որ նա է տերերի տերը, թագավորների թագավորը։ Եղբայրներ, քույրեր, նորից եմ կարդում։ Ես ինք իր մեզ բանմը չեմ կրնա ընել։ Զարմանալու չի։ Սա խոնարհության նշան է, համաձայն եք։ Սա խոնարհության եւ հնազանդության նշան է։ Ուզում եք մյուս համարն էլ հələ զուգահեռ ընթերցեմ, տեսեք ինչ ասում։ 5-րդ գլուխ 30 համարից, տեսեք, նույն խոսքն ասում, թե չէ, 30 համար, ես ինք իր մեզ բանմը չեմ կրնանել, ինչպես կլսեմ, այնպես կդատեմ, ու իմ դատաստանս արդար է, ես ինք իր մեզ բանմը չեմ կրնանել, եղբայրներ, քույրեր, տես ձերքի արարիչը, ամենակարող Աստվածը, որ իրա բերանույթ շուքով պիտի սպառի հակառակորդի բոլոր զորությունը, ասում է ինք իր մեզ բան չեմ կար անեմ։ Եղբայրներ, քույրեր, տարիներ քայլեցինք այս ճանապարհի մեջ, ամեն մեկս մեր տարիքը ունենք, որ քայլել ենք այս ճանապարհի մեջ, բայց եզրակացությունը իմ կյանքում եկա սրան, որ հավատքի կյանքը խոնարհվելու կյանք է։ Չեք համաձայնվում, հա? Հավատքի կյանքը կոտրվելու կյանք է։ Տեր Հիսուս ասում է, ինք իր մեզ բան չեմ կար անեմ։ Գիտեք, ես հասկացա մի բան, մարդը բարձրաձայն կարող է չասի, բայց մարդու ներսում այնքան բաներ է կատարվում, որ ինքը իրան գնահատական է տալիս։ Մի վկայություն անեմ, շինաբեր կլինի։ Մի անգամ ռայոնից գալիս ենք պաշտամունքից, լավ պաշտամունք էր, Տիրոջ ներկայությունը լեցուն, աղոթքները տենց բռնկված, շատ լավը տենց պաշտամունքը ընթացավ, վերջում աղոթքների տեղ տվեցինք
Եվ հետաքրքիր է, հիմա ճանապարհը հետ են գալիս, մեկ էլ մամիկոն եղբայրը ասեց, Գագիկ ասեց, կարող է մի բաժակ խմեցիր։ Ես էլ գիտեմ, որ վերջում հյուրասիրություն ա եղել, ինչ որ սոկի մասին կամ հյութի մասին ա խմելը։ Մտածեցի, հետո հասկացա, որ պաշտամունքը լավ էր անցել, աղոթքները լավ, խոսքը լավ, մարդը հնարավոր է ինչ անի մի բաժակ, Փարքի գինուց կարա տենց, չէ, տանի։ Հետո մտածեցի, ասեցի, չէ, եղբայրս, չէ, մի բաժակ չեմ խմե, ասեց, լսի, մի բաժակ չես խմե, բայց ոնց էլ լինի, մի կում գցած կլնես, արի զղջման աղոթք անենք, եղբայրներ, քույրեր, Տիրոջ ճանապարհը կոտրվելու ճանապարհ է։ Ուզում ես առաջինը լինել, պետքա բոլորի ինչը լինես, հուշեք ինձ, բոլորի վերջինը։ Ես չեկա սպասավորություն ընդունելու, հապա եկա ինչ անելու, սպասավորություն անելու, ես եկա ծառայելու։ Նա Աստծո որդի լինելով, ասում է Փիլիպեցիների մեջ հիշում եք այդ տեղը, հափշտակություն չսեպեց, Աստծուն հավասար լինել, հապա ինչ արեց, անձը գրված է ու նայնացրեց, ծառայի կերպարանք առավ, այս սկզբից, որ ասեցի, կան հիմքեր հոգևոր կյանքի մեջ, որի վրա պետքա շինվենք, գլխաշորը, փեշը եւ երկարան ունենալը դեռ չի նշանակում դարձա հավատքի մարդ։ Մենք պետքա անցնենք այս ճանապարհը եւ ինչպես Տեր Հիսուս մեզի թողել է օրինակ, ով որ ուզում է ձեր մեջ մեծը լինի, ամենափոքրը լինի։ Միշտ ինձ մի հատ հարց ա հուզե, եղբայրներ, քույրեր, ասել եմ Տեր Աստված, մեր ավակ եղբայրները, այդ ինչքան հասանելի են, այդ ինչքան մատչելի, որ տենում ես այ մարդ, ոչ այտենց կաշկանդվում ես, ոչ սենց տակնու վրա ես լինում, ոնց որ ուզենաս գնաս, իրանց կողքը լինես, այդ ձևի բան զգացել եք, թե կարող է մարդ կորեն եմ ասում, այ մարդ, որ տենում ես, ոնց որ հրեշտակ տենաս, ինչ է կատարվե, գիտեք, նրանց մեջ բարձրացել է ով, հուշեք ինձ, ով, Քրիստոս է բարձրացել, նրանց մեջ բարձրացել է Աստծո խոսքը, ուրեմն հոգևոր կյանքը դրսևանց է, թե ներսի բան է, եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ նախանձավոր լինեմ, ես ուզում եմ շինվեմ այդ վեմի վրա, որ աջ եւ ձախը չնայեմ, հապա ավետարանի խոսքը ասում է, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախության համար ինչ արեց, խաչահանձն առավ, ամոթ համարեց եւ արժանացավ հոր փառքին, եղբայրներ, քույրեր, հիմա որ պետք է աղոթք անենք, այնքան կուզենամ սրտներումս դրվի, որտեղ բարձրացել եմ Տեր, ուզում եմ ինձի սովորեցնես, քո նման խոնարհվեմ, որտեղ վերագրել եմ ինձ, որտեղ սրտիս ծածուկ անկյունում գնահատական եմ դրել ինձի, այսքանից վատն եմ, բայց այսքանից է լավն եմ, Տեր, հիմա ուզում եմ ամբողջությամբ դրվեմ քո զոհասեղանի վրա, որ ես օրեցօր ցածրանամ եւ դու իմ կյանքի մեջ բարձրանաս, կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ, շնորհակալ